Հունվար ամսին Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ այդ դատավարությունները ֆարս են, ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել, կան ստորագրված արձանագրություններ նախաքննության փուլում, որոնք կեղծ են, եւ այն փաստաբանները ու թարգմանիչները, ովքեր ստորագրել են այդ արձանագրությունները, պարտադրանքի ներքո են գործել։ Նաև Ռուբեն Վարդանյանը առարկություններ ներկայացրեց դատագործերի անջատման առնչությամբ, ինչպես գիտեք, նախաքննության փուլում մեկ գործ է եղել, դրված են եղել նույն ապացույցները, նույն փաստերը, սակայն դատավարական նախաքննական կոնկրետ փուլում որոշում է կայացվել առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը, եւ մենք արդյունքում ունեցանք երկու զուգահեռաբար ընթացող դատավարություններ։ Մի դատավարություն Ռուբեն Վարդանյանի դատավարություններ, այսինքն մեկ ամբաստանյալով գործ, եւ երկրորդ դատավարությունը, որը մեզ հայտնի է 15-ի դատավարություն, ուներ 15 ամբաստանյալներ, ներառնված էին Արցախի 7 ռազմաքաղաքական ղեկավարներ եւ 8 գերիներ, որոնց գերեվարումը ուղղակիորեն առնչություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետ եւ նրանք օբյեկտիվորեն գտնվել են հենց ռազմական գործողությունների գոտում։